Շատերը սալորն ուտում են պարզապես այն պատճառով, որ այն համեղ է, բայց քչերը գիտեն, որ ամառային այս համեղ միրգը հարուստ է այնպիսի օգտակար նյութերով, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարսողական համակարգի, սրտի, իմունային համակարգի եւ նույնիսկ ոսկորների առողջության վրա։ Միևնույն ժամանակ, ինչպես ցանկացած մթերք, սալորն էլ պետք է օգտագործել ճիշտ եւ չափավոր, քանի որ չափից շատ օգտագործումը որոշ մարդկանց մոտ կարող է նաև անհարմարություններ առաջացնել։ Այս տեսանյութում կտեսնենք, թե իրականում ինչ է կատարվում օրգանիզմում, երբ սալոր եք ուտում, ինչով է այն օգտակար եւ ինչ կարևոր փաստեր արժե իմանալ, որպեսզի դրանից ստանաք առավելագույն օգուտը։ Եթե ձեզ հետաքրքրում են առողջության մասին նման տեսանյութերը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ինչպես նաև լայքեք այս տեսանյութը, եթե այն օգտակար է եւ հետաքրքիր։ Սկսենք նրանից, որ սալորը համարվում է մանրաթելով հարուստ մրգերից մեկը։ Մանրաթելը կարևոր դեր ունի մարսողական համակարգի բնականոն աշխատանքի համար։ Այն նպաստում է աղիների կանոնավոր գործունեությանը եւ կարող է օգնել պահպանել առողջ մարսողությունը, եթե օգտագործվում է հավասարակշռված սննդակարգի շրջանակում։ Հենց այս պատճառով շատ մարդիկ սալորը համարում են աղիների համար օգտակար մրգերից մեկը, բայց սալորի առավելությունները միայն դրանով չեն ավարտվում։ Սալորը պարունակում է նաև վիտամին C, վիտամին K, կալիում եւ տարբեր բուսական միացություններ, որոնք գործում են որպես հակաօքսիդանտներ։ Հակաօքսիդանտները օգնում են պաշտպանել բջիջները օքսիդատիվ ստրեսից, այն գործընթացից, որը կապված է օրգանիզմի բնական ծերացման եւ որոշ հիվանդությունների զարգացման հետ։ Հետազոտողները հատկապես ուշադրություն են դարձրել սալորի մեջ պարունակվող պոլիֆենոլներին։ Դրանք ուսումնասիրվում են իրենց հնարավոր դրական ազդեցության համար սրտանոթային համակարգի առողջության վրա։ Իհարկե, սա չի նշանակում, որ սալորը բուժում է սրտի հիվանդությունները, սակայն առողջ սննդակարգի մաս կազմելով այն կարող է օգտակար ընտրություն լինել։ Սալորը նաև լավ աղբյուր է կալիումի, որը կարևոր հանքանյութ է։ Կալիումը մասնակցում է մկանների եւ նյարդային համակարգի բնականոն աշխատանքին, ինչպես նաև օգնում է պահպանել օրգանիզմի հեղուկների հավասարակշռությունը։ Շատ մարդիկ բավարար քանակությամբ կալիում չեն ստանում սննդից, իսկ սեզոնին սալորը կարող է դառնալ դրա լրացուցիչ բնական աղբյուրներից մեկը։ Կա եւս մեկ հետաքրքիր փաստ, որի մասին շատերը չեն լսել։ Վերջին տարիներին մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ հատկապես սալորը եւ չորացրած սալորը կարող են նպաստել ոսկորների առողջության պահպանմանը։ Գիտնականները դեռ շարունակում են ուսումնասիրել այս ազդեցության պատճառները, սակայն արդեն այսօր սալորը համարվում է այն մրգերից մեկը, որը կարող է օգտակար լինել նաև այս տեսանկյունից։ Բացի այդ, սալորը պարունակում է բավականին մեծ քանակությամբ ջուր։ Ամռան շոգ օրերին այն ոչ միայն համեղ է, այլև կարող է նպաստել օրգանիզմի հեղուկների ընդունմանը սննդի միջոցով։ Թեև այն իհարկե չի կարող փոխարինել ջրին, սեզոնային մրգերի օգտագործումը նույնպես կարևոր դեր ունի օրգանիզմի ջրային հավասարակշռության պահպանման գործում։ Սակայն հենց այստեղ շատերը սկսում են մտածել, թե սալորը այսքան օգտակար է, արդյոք կարելի է այն ուտել որքան ցանկանանք։ Պատասխանը միանշանակ չէ։ Ինչպես ցանկացած մթերքի դեպքում, այստեղ նույնպես կարևոր է չափավորությունը, եւ դրա մասին կխոսենք տեսանյութի երկրորդ հատվածում։ Այժմ անդրադառնանք մի հարցի, որը շատերին է հետաքրքրում. որքան սալոր կարելի է ուտել օրական։ Թեև բոլոր մարդկանց համար մեկ ընդհանուր չափաբաժին գոյություն չունի, առողջ մեծահասակների համար սովորաբար բավարար է մեկ բաժին սալորը, որպես օրվա մրգերի ընդունման մաս։ Սա թույլ է տալիս ստանալ սալորի օգտակար նյութերը, առանց չափից շատ շաքար
եւ կալորիաներ ընդունելու։ Շատերը նաեւ հարցնում են. թարմ սալորն է ավելի օգտակար, թե չորացածը։ Երկուսն էլ ունեն իրենց առավելությունները։ Թարմ սալորը պարունակում է ավելի շատ ջուր եւ ավելի քիչ կալորիա, մինչդեռ չորացած սալորում սննդարար նյութերը ու մանրաթելը ավելի խտացված են։ Սակայն պետք է հիշել, որ չորացած սալորը նաեւ ավելի շատ բնական շաքար եւ կալորիա է պարունակում, ուստի այն ցանկալի է օգտագործել փոքր քանակությամբ։ Կարևոր է նաև իմանալ, որ ոչ բոլոր մարդկանց օրգանիզմն է նույն կերպ արձագանքում սալորին։ Եթե այն օգտագործվում է մեծ քանակությամբ, որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ փքվածություն, գազեր կամ աղիների հաճախակի աշխատանք։ Հատկապես եթե երկար ժամանակ քիչ մանրաթել եք օգտագործել, ավելի լավ է սալորը սննդակարգում ավելացնել աստիճանաբար, որպեսզի մարսողական համակարգը հասցնի հարմարվել։ Մեկ այլ տարածված հարց. կարելի է սալոր ուտել երեկոյան։ Իրականում առողջ մարդու համար օրվա ժամը սովորաբար որոշիչ նշանակություն չունի։ Ավելի կարևոր է ընդհանուր սննդակարգը եւ օգտագործվող քանակը։ Եթե սալորը օգտագործվում է չափավոր եւ հավասարակշռված սննդակարգի շրջանակում, այն կարելի է ուտել նաեւ օրվա երկրորդ կեսին։ Իսկ ով պետք է ավելի զգույշ լինի, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ կամ նրանք, ովքեր վերահսկում են արյան շաքարի մակարդակը, պարտադիր չէ, որ ամբողջությամբ հրաժարվեն սալորից։ Սակայն ցանկալի է հետևել չափաբաժնին եւ անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բուժող բժշկի կամ սննդաբանի հետ։ Այսպիսով, սալորը ոչ միայն համեղ ամառային միրգ է, այլ կարող է օգտակար լինել մարսողական համակարգի, սրտանոթային առողջության, իմունային համակարգի եւ ոսկորների համար։ Սակայն դրա ամենամեծ օգուտը ստանում ենք այն ժամանակ, երբ օգտագործում ենք չափավոր, բազմազան եւ հավասարակշռված սննդակարգի շրջանակում։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, գրեք մեկնաբանություններում։ Դուք որ սալորն եք ավելի շատ սիրում՝ սև թե դեղին։ Եթե ուզում եք նման պարզ եւ օգտակար նյութեր առողջության մասին, բաժանորդագրվեք ալիքին եւ միացրեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։